Ընտրությունը բանից հետո մամուլի հետ շփումը լինելու է, ես ասում եմ այո լինելու է, չէի հավատում։ Մենք արդեն ավանդույթով ունենք։ Խնդրեմ, արագ հարցեր տանք եւ առաջին այս անգամ ես տամ։ Հա, այս անգամ օրինագիծը որը ստացել է այս անվանումը թե գումարով ծառայությունից ազատվելու ինչու հետ դառավ արդյոք հանրային ինչու հետաձգեցիք արդյոք հանրային արձագանքը նշանակություն ունեցավ բացասական։ Հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ես կարծում եմ, որ վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ որ կծառայեն մարդիկ, ովքեր որ դրանք վերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ եւ այն իրավիճակը, որը որ մեր երկրում եղել է ու կա արդեն տասնամյակներ շարունակ պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել։ Այսինքն այդ նախագիծը ինչպես է նպաստելու, որ պրոֆեսիոնալ։ Ես հիմա նախագծի քննարկմանը չեմ անում, ես հիմա նախագծին չեմ բանա, ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ։ Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են եւ այս որովիցե նոր որակում տալու որովիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է եւ տարվելու է, բայց ասում նախագիծը ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ դա քննարկվում է։ Իշխանության ներսում եք ասացիներ։ Տանել հա շարունակական աշխատանքներ այդ չհասկացա հողով հնարավորություն չլինի ազատվել իրավապահ համակարգ ավելի ասում անկախության ստեղծման օրից սկսած այդ փորձերը բոլոր իշխանությունները տարել են, անում են, գնում են այդ ուղղությամբ, բայց կրկնում եմ մեր նպատակը, իմ ընկալմամբ մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, որտեղ որ որևիցե նորակոչի գծով մնացած նորմալ երկրներում են, որ մարդիկ, ովքեր որ կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայության, կստանան բարձր աշխատավարձ եւ կգնան կդառնան զինվորական։ Դա վերջնանպատակն է։ Հիմա այս ընթացքում կրկնում եմ, կան քննարկումներ, ես այդ քննարկումների մեջ հիմա չեմ մտնելու եւ պետք է ասեմ, որ 10,000-ից ավել հետախուզվող մարդ կա, որոնք խուսափել են բանակից։ 10,000-ից դուք արդեն Հայաստանի Հանրապետություն։ Բայց այս թեման եկեք թագենք, որովհետև ասում քննարկման փուլի մեջ չեմ մտնում։ Արդեն պատրաստվում եք ընտրությունների սեպտեմբերին գիտենք, որ հետո վարչության այսպես համաժողովն լինելու։ Սեպտեմբերին լինելու է վարչության ընտրությունները, իսկ ընտրությունները մենք շատ վաղուց ենք պատրաստվում եւ այդ process-ը Չէ, վարչության հա, այդ հերթական խնդիրներ, մեկը ասում եմ մյուսի ոտի տակն է փորում։ Դրա կարիքը չկա։ Դրա կարիքը չկա։ Մրցավազքը կա։ Չէ, նախ ցուցակը չի լինելու, դա լինելու է վարչության անդամների ընտրությունը, բայց այդ մրցավազքը դեռ չի սկսվել պաշտոնապես, գործընկերները ակտիվ են եւ ելի ավելի շատ են ակտիվանալու ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, որը նորմալ է, որպեսզի Ես կարող վստահ եմ, որ շատ նոր մարդիկ կլինեն, ինչպես նաեւ պետք է չգիտեմ, իրավունք ունեմ ասեմ թե չունեմ ասելու, բայց կասեմ, լավ հիմա ինչ լինի, մենք նաեւ կանանց կվոտան ենք մեծացրել եւ կանանց ներգրավվածությունը պետք է շատ լինի վարչության անդամների քանակի մեջ, հա, եւ ով կընտրվի, ավելի ներգրավվածության, ավելի շատ կանայք, դե չեմ ուզում հիմա կանանց դե լավ, Մարիկ ջան, դու ամուսնացած ես, չէ՞, կանանց չի նույն կառավարել, ասեմ, կանայք են ավելի հեշտ կառավարում։ Հա ջան։ Ես խնդրում եմ, եկեք լավ, Մակրոնի ինքը համաշխարհային ղեկավար է մակարդակի, մեծ առաջնորդ է եւ իր անձնական կյանքը Դա իրանց գործն է, անձնական կյանք որևիցե մեկի մոտ չի մտնել։ Հետ կապված բավականին կոշտ քննադատություններով եք հանդես գալի, հիբրիդային պատերազմ, ասում եք միութենական պետություն են ուզում ես մտցնել, բայց երբ որ Լավրովը այստեղ էր, Արարատ Միրզոյանը բավականին զգուշ հայտարարություններ էր անում, նա ասում էր, որ հապկում ենք մնալու, վերաֆորմատավորելու կարիք չկա մեր դաշնակցային հարաբերությունները, այս հակասությունները ինչպես հասկանանք։ Ես նախ Արարատ Միրզոյանը արտաքին գործերի նախարարն է եւ Ես քաղաքական ամենամեծ մարմնի ներկայացուցիչն եմ, պարոն Միրզոյանը ասում այն ինչ որ գտնում է ճիշտ, իսկ վերաբերում է հապկի մեջ մնալու մասը, ես անկեղծ ասած նման բան չեմ լսել եւ վստահ եմ, որ պարոն Միրզոյանը նման բան ասած չի լինի։
Սառեցված է, այո, սառեցված է եւ չեմ կարող։ Բայց Ես իր հետ չեմ հանդիպել, ես չեմ կարող ասել, մինչև այս պահը չեմ հանդիպել, չեմ խոսել, բայց դե գիտեք Երևան դիալոգն է անցնում, բայց դուք հնարավորություն եք ունեցել հարցեր տալ, կարծում եմ նոր ասելիք չկա, այն ինչ որ հրապարակային եղել է, այդ այլ Ընդունելությունը բավական շատ քննադատվեց եւ Դե ինչ պատասխանեմ։ նոր հակասություններ արդյոք Ես մեր թիմի մեջ հակասություն չկա, բացարձակ չկա։ Մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք, միասին ասելով դա պարոն Միրզոյանն է, դա վարչապետն է, դա ես եմ, մյուս գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներն են եւ ղեկավարներն են։ Մեր թիմի մեջ հակասություն չկա։ Մեր թիմի որ հայտարարությունն է ուզում հասկանամ, իմ ու պարոն Միրզոյանը արտաքին գործերի նախարարն է եւ դիվանագիտության պատասխանատուն է եւ կարող է լինել շատ ավելի դիվանագետ, շատ ավելի զսպված։ Ես քաղաքական մարմինի ղեկավարն եմ, ես падգամավոր եմ, ես քաղաքական հայտարարություններ ազատ եմ անել եւ նաեւ իմ բնավորությանը բնորոշ շատ ավելի կտրուկ եմ եւ իմ հայտարարությունները կարող եմ եւ որևիցե հակասություն չի կարա լինի։ Մի րոպե հերթով, բայց դուք արդեն հաշտվեցիք, արագ։ Պարսանականացում են բավականին վատ ձևով Հայաստանը ընդունեց Լավրովին, ընդդիմադիրները քննադատում են, ասում են նույնիսկ Ռուսաստանի նման գերտերության արտգործնախարարին Հայաստանի իշխանությունը շատ վատ ընդունելության արժանացրել։ Ինչով վատ ընդունելության։ Աղ ու հացով չգնացինք, ներողություն եմ, ես որ գնում եմ որպես պարլամենտական երկրի ղեկավար, որ ես գնում եմ որևիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ով է գալիս դիմավորում, այտենց գալիս է միշտ պրոտոկոլով հետևյալն է, որ բացառիկ դեպքեր լինում են իհարկե, ես էլ եմ բացառիկ դեպքերում նման բան արել ու անելու եմ, բայց պրոտոկոլը հետևյալն է, որ դիմավորումը, օրինակ, ազգային ժողովի նախագահին դիմավորումը փոխոսնակներից որևիցե մեկը, նույնիսկ կարող է բարեկամական խմբի ղեկավար։ Այո, անպայման դիմավորում, ես իրան անձամբ խոսք եմ տվել, երբ որ ինքը տենց բավականին չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց տենց ասեց, ոնց էիք դուք Տիկին Փելոսին դիմավորել аэроպորտում, ես ասի Տիկին Մատվիենկո, երբ որ դուք գաք, ես մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ եւ Անիտա Դիմիտրոյին եմ դիմավորել, որտեղ կիներ եւ իմ լավ ընկերներ եւ Տիկին Մատվիենկոին էլ նույնպես դիմավորել։ գնալու է Ռուսաստանի դեսպանության հետ։ Աջանմյատ նորից։ Օրակարգը Տիկին Մատվիենկոյի արդյոք հստակ է, արդյոք նախատեսվում է այդ ունի, քանի որ Ռուսաստանը մի պատասխանատվություն է այնտեղ ուզում։ Որ ճիշտն ասեմ, նման ինֆորմացիա չունեմ։ Չգիտեմ, անկեղծ ասած, հələ չեմ նայել, որտեղ ես հիմա այց ունեմ, հիմա դրանով եմ զբաղվում, էլ չեմ ասում հələ որ Կիրգիզիայի գործընկերն է այստեղ, դրա համար չեմ հայտարարել։ Մի րոպե, Փայլակն ասեք։ Փայլակն է ինքը, Փայլակ ինքն է։ Երեք Նիկոլ Փաշինյանը նորից խոսեց խաղաղության պայմանագրից, ասաց, որ ըստ էության Արմենիան Ադրբեջանը, պատկերացնում Հայաստանի 60%-ը Ադրբեջանը, Հայաստանի 60 տարածքի եւ նաեւ ասաց, որ պատրաստ է երկու փաստաթուղթ ստորագրել միաժամանակ Մինսկի խմբի։ Բայց նոր բան չկա, ոնց որ դրա մասին։ Կան ազդակներ Ադրբեջանից, ի վերջո տեղի ժամի հնարավոր փաստաթուղթ։ Խոսակցությունը շարունակվում է, քննարկումը շարունակվում է եւ շարունակվելու է եւ կարծում եմ մոտ ապագայում ավելի ռեալ ինֆորմացիա կլինի բոլորս։ Պարոն Սիմոնյան, ինքը մի րոպե, համեցեք։ Ես հարցներ եմ դրան վերաբերվում, որ ժամանակ երկու փաստաթուղթ ու նաև մեսեցի հանդիպությունները երեք հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը, ասում է, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի հասարակության, ապա պատրաստվում է ողջունին փոփոխությունների նախաձեռնություն մեկնարկել դրան զուգահեռ։ Սա չի նշանակում, որ խաղաղության պայմանագիրը մենք վերընկալում ենք մայրօրենքից։ Ու արդյոք նման նախաձեռնությունը չի կողմում։ Նախ եւ առաջ վարչապետը երեք ասաց, որ մենք ունենք նախադեպ, որ նմանատիպ փաստաթուղթը Սահմանադրական դատարանը համապատասխան է համարել։ Երկրորդը վարչապետը նաեւ ասաց, որ բոլոր փորձագետները ասում են, որ նման ստորագրման պարագայում որևիցե խնդիր տեղի չի ունենա։ Այն ինչ որ վարչապետը հնչեցրել է, դա
փակուղային իրավիճակից դուրս գալու միգուցե ինչ որ հնարավորություն է եւ այդ ամբողջը իմ ասած ամբողջը բաց թողել եւ կենտրոնանալ դրա վրա կարծում եմ ճիշտ չի, որտեվ ես որպես նաեւ մասնագիտական առումով կարող եմ ասել որպես իրավաբան որևիցե խնդիր չի կարող լինել մեր սահմանադրության հետ իսկ քաղաքականացնել եւ դատանել այդ դաշտ կարծում եմ ճիշտ չի Սիմոնյան մամուլում լուրեն շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ օրով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, ըստ ձեզ դա ինչով է պայմանավորված, արդյոք խորհրդարանական ընտրությունների նախորդին կրկին հյուսիսից Լավրոս գնալ։ Դե ես կարծում եմ, որ ակնհայտ է իր կապը, որովհետև նույնիսկ իր հարցազրույցի մեջ ինքը շատ հետաքրքիր մի բան է անում, իրան ասում են դուք միութենական պետության մասին ինչ եք կարծում, ինքը ասում է դե ես նմանատիպ բան չեմ ասել, ու սկսում է բոլոր հնարավոր ձևերով ապացուցել եւ ներկայացնել այդ միութենական պետությունը սխալ զուգահեռներ անցկացնել Եվրամիության հետ եւ այլը, կարծում եմ գնացել է իրան այդ հարցը տվեք, ինքը, չգիտեմ, եթե չեմ սխալվում հայտարարել է, որ ասուլիս է տալու, իրան տվեք, թող այդ հարցը ինքը պատասխանել է։ Դե պարտիվացել է ասուլիսների բանը։ Հա, ասեք, Տիկին Բեդերին, համեցեք։ Մարտվենկոյի օրակարգը, հա, այցի արտադրությունը ինքնա հասել է եւ երևի տեղյակեք, որ արևմտամերիկները շատ զգոհ են վերջին այսպես հանդիպումների, մասնավորապես Լավրովի հանդիպման ժամանակ արտգործնախարարի հայտարարությունից, որ դաշնակցային հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Հայաստանը չի դնում։ Սա ինչ է ջերմացման նոր փորձ, հա, ել ավելի այսպես ջերմանալու, թե խնդիրները մնում են, բայց նաև որոշել եք Ռուսաստանի հետ այնուհանդերձ այսպեսի սուր հակամարտության չգտնել։ Այն ինչ որ տեղի անում, կոչվում է նորմալ է։ Այն ինչ որ տեղի է նորմալ է։ Արևմտամետերը, դուք ասում եք արևմտամետները ասում են, չէ, եթե այլ ցանկություն ուներ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այդ արևմտամետերը ամբողջությամբ կլինեին Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Մենք ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ ենք, ոչ որևիցե բան։ Մենք հայամետ ենք եւ Հայաստանի Հանրապետության, ռեալ Հայաստանի Հանրապետության օրակարգն ենք սպասարկում եւ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ նրանք օրակարգից դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ, որն է հապկի սահմանը, այնուամենայնիվ ինչի է հապկը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել։ Այն հապկի երկրներից մեկն է հայտարարել է, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլ, այդ եւ շելի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել։ Ճանապարհը ո՞րն է դրանք փոխնել շարունակել։ Չէ, ճանապարհը հետեւյալն է։ Ճանապարհը հետեւյալն է, ճանապարհը այդ հարցերը բարձրացնել, միևնույն ժամանակ մեր անվտանգային համակարգը, մեր տնտեսությունը այլ տարբերակներ փնտրելն է, բայց գիտեք ինչ, եկեք հələ մի բան վերանանք, հա, որևիցե երկրից, այնուամենայնիվ լավ բան չէ մի երկիրը ամբողջությամբ մեկ խողովակից կախելը եւ մեկ ճանապարհով երկիրը ապահովել է։ Ասում եմ, կարևոր չի դա որ ճանապարհն է։ Չի կարելի լինել միայն, չգիտեմ, արևմտամետ, չի կարելի լինել միայն ռուսամետ։ Պետք է քո երկրի շահերը ունենաս։ Բազմաթիվ անգամ է ասել, որ եւ հնարավոր։ Լսեք, Մոսկվան ունի իր օրակարգը, Հայաստանի Հանրապետությունը ունի իր օրակարգը։ Այդ խոսակցությունները հենց դրա մասին են։ Տեսեք, մեր հարևան Իրանը ունի իր տեսլականը, ԱՄՆ-ն ունի իր տեսլականը, եւ Հայաստանի Հանրապետությունը հենց դիվանագետի, հենց քաղաքական գործչի աշխատանքի ամբողջ իմաստը այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը, ինչը որ մենք անում ենք։ Իսկ գիտեք ինչ, ռուսամետները գալու են ասեն ոչ միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են ասել են ոչ միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է իր շահը այդ ծանր, այդ երկու բևերների կամ 3 կամ 4 բևերների միջով իր շահը տանի առաջ։ Վերջ, սա ազատության հարցազրույցը չէ։ Ազատական ժողովում ընդունվեց, բայց հայտը հիմա նաև ձեր թիմակիցներ ասում են հնարավոր օրերս պապանի, որ մենք չենք կարող եւ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում լինենք։ Հիմա հայտ երբ է պատրաստում Հայաստանը արդեն ներկա։ Հիմա տեսեք, դուք Եվրոմեդիա անվանումով լրատվամիջոցն եք։ Հա, չէ, Եվրոմեդիան բերեմ օրինակ, Եվրոմեդիա լրատվականը իմ ունեցած տեղեկություններով բավական
բավականին ռուսամետ գործընկերներ ունի։ Ես օրինակ եմ, ես ժողովրդի մասին չեմ խոսում, կարամ ժողովրդից խոսամ։ Եվրոմեդիան ունի, բայց անունը դրել է Եվրոմեդիա։ Մեկը մյուսին հիմա հակասում է, չի հակասում։ Ես մի հատ վերջացավ, ես ձեր հարցին պատասխանեցի։ Սիմոնյան, Մարկ Ռուբիոն վտանգ է դες։ Մի րոպե, հա։ Միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ Այ ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ ինչ-որ մարդիկ փորձում են անընդհատ ինչ-որ աթոռների վրա նստեն կամ այդ աթոռները վերադարձնեն ու էլի նստեն։ Չեն նստելու իրանք աթոռների վրա, նստելու են բանտում։ Դա ժամանակի հարց է ընդհանրապես, դա մեկ։ Երկրորդը գոյություն ունի, կարող եք ասել, հա, աշխարհում գոյություն ունեցող մեկ երկիր, որ տենց ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ Տենց երկրները դադարում են գոյություն ունենալ։ Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ եւ դադարում են գոյություն ունենալ։ Դրա օրինակները հիմա չեմ ուզում բարձր բերեմ, բայց շատ վատ օրինակներ են։ Հայաստանի Հանրապետությունը բարի հարաբերություններ է ունենալու Ֆրանսիա եւ ունի Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորի Ռուսաստանի հետ։ Դա նորմալ եւ հասկանալի բան է, բայց չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևիցե մեկը պետք է իրանց դրածոներին փորձեն ստեղ իշխանություն սարքել, պետք է իրանց ամբողջությամբ հայկական տնտեսությունը իրանցով անեն, դրա համար պետք է բալանսա, որևիցե այլ ծայրահեղության մեջ ընկնել պետք չի ուղղակի, հասկանում եք, պետք չի sense ճբաներ անել, կտրուկ բաներ անել, մի րոպե։ Ռուբիոն օրերս նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն հնարավոր է լինի, էսկալացիա կարող է լինի եւ իրենք այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, որպեսզի զարգացումներ չլինեն, ինչ վերլուծություններ կան կամ ինչ խնդրի հետ կապված է նման վտանգ տեսնում ԱՄՆ պետքարտուղար եւ արդյոք լարվածությունը։ Ինֆորմացիայի չեմ տիրապետում, ես պարոն Պապիկյանին պաշտպանության նախարարությանը կարող եք ուղղել հարցում արդյոք նման միտումներ, նման տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պայծրությամբ չեմ։ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն են հիմք նաև հանդիսանում, որ ԱՄՆ պետքարտուղարը նման վտանգ է տեսնում։ Հայաստանը կոչվում Արևմտյան Ադրբեջան, այդ մասին Փաշինյանը եւս խոսեց, որ սա վտանգ է, տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Տարածքային պահանջ բանանում չէ, երբ որ օրինակ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ որ նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրանի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք, տեսակ ինչ ասել։ Ադրբեջանի նախագահն է։ Հա, ինչ։ Ոչ թե ինչ։ Ասում եմ, Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը, ինչ Արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բա, այն մի մասը նկատում եք այն մյուսը, հաջան։ Իհարկե տեղին է, բա այդ մարդը, այսինքն Դե բայց ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո չի եղել ու չի էլ կարա լինի, ասեմ ավելին, հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, այո, բայց ես դուք նորից եմ ասում, դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրանք էլ այդ ձևով են պատասխանում, իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարությունները իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի կամ բան։ Ես ասում ինչի է ինքը դա անում։ Ես չեմ ասում, որ նա ճիշտ, որ նա սխալ։ Այո, ինքը տենց է։ Մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ Ադրբեջանի Արևմտյան Ադրբեջան արտահայտությունները կային, այսինքն 2 տարի առաջ է դա։ Ախր դուք ամեն ինչ փորձում Ոչ, սխալ եք, դուք սխալ եք։ Խնդիրը կանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ես հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ։ Ես որևիցե կողմ ոչ պաշտպանում եմ, ոչ բա ես ասում եմ ինչի է ինքը դա անում։ Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք արդարացիորեն, տենց բաները բոլոր փաստերով ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի Արևմտյան Ադրբեջան, այսքան բան։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը դեռ որ ժամանակներ կերակրվել եւ Մեր խոսույթը Ղարաբաղի մասին ինչքան ժամանակ է կերակրվել։ Ներողություն։ Ախի ջան, բայց իմ ասածը ու ձեր ասածը իրար հետ ինչ կապ ունի, ո՞նց է հակասում, ինձ կասեք։ Ինչա։ Ես ճիշտ եմ ասում։ Էդ եմ ասում, բայց սխալ եմ ասում։
Ասխիկ, ես ասում եմ չի եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես ասել եմ, մի րոպե, ես ասել եմ չի եղել, ես ասում եմ ինքը խի է դա անում, ու տենց է անելու։ Մերվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձև անել, որ կա Հայաստանը իր բանա, ոնց է, պատմության գրքով եւ մնացած բոլորը դրանք ոչ կարևոր ժողովուրդներ են։ Մենք հայերս երբ որ բան ենք, դուդուկ էինք անում եւ ծիրան էինք աճացնում, իրանք ծառերի վրա էին։ Թարգեք այդ մոտեցումը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետության ապագան։ Սխալ բան եք անում։ Սխալ բան է, հասկացեք, Ասիկ ջան, եթե քեզ բան ունեմ ուղված ասելու, կնստենք իրար հետ կխոսենք։ Սխալ բան եք անում, սխալ բան եք անում։ Հասկացեք, որ կարողանաք հաղթեք այդ իրավիճակը, որ կարողանաք հաղթել ձեր պոտենցիալ հակառակորդին, մեր պոտենցիալ հակառակորդին, որովհետև մենք պետք է հասկանանք, երբ որ մենք նման բան ենք անում, ինքը ինչի է այդ բանը անում։ Ես ձեզ բացատրում եմ, երբ որ մենք իր անկալմամբ, սխալ, շատ սխալ, մենք սուրբ ենք, բոլոր հայերը սուրբ են, մենք բոլորը սրբադասվելու ենք, բայց երբ որ մենք մեր սուրբ Աստծու կողմից, Մաշտոցի կողմից գրված արած սարը տենց հետևից լույսը գցած մեր վրա, Նոյի ժողովուրդս 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած այնց բան ենք ասում, ինքն էլ ասում է ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ։ Էս է իմ ասածը։ Ու դա անկալ եք։ Մերը չի, որ Այդ մենք չենք ասում, հա, բայց ներողություն եմ խնդրում։ Ես ասում եմ մի զարմացեք, ես չեմ ասում մի արեք այդ հայտը, ես ասում եմ մի զարմացեք։ Պատճառը սա է։ Բայց ինչ եք արձագանքում։ Բայց ես հիմա ինչ եմ անում։ Պարոն Սիմոնյան, Ալիևն ասում է, որ պետք է 300,000 ադրբեջանցիներ գան ապրելու արևմտյան Ադրբեջանը, որպեսզի ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերջում է նույն ձևով պատասխանում։ Ես զարմանում եմ, այսինքն ես նոր բան եմ ասում ինչ-որ մեկը։ Չէ, բայց Ղարաբաղցիները Սպանեմ։ Հա, լավ, ժողովուրդ։ Կարակ մի բան ֆիքսեք, մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետքա հիմա լռես, որտեվ ես բան եմ ասում ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անընդհատ ինձ ընդհատել։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս դուք, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ չենք եկել հիմա բիսեդկում նստենք իրար հետ բան բասենք։ Հասկանամ արևմտյան ադրբեջանցիները Չկա, չի եղել ու չի կարող լինել, մոռացեք այդ արևմտյան Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրվի խաղաղության փաստաթղթը։ Լսեք, ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պայմանությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոստեք երեք մեջ բերում, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չի տա։ Ձեզ հետաքրքիր է, ես հանգարցակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասեմ, թե լավ բան կասեմ, մի հատ դնեք, գրեք, Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հենց մտնեն մեջը բարձ։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա զբաղվեք Արցախ, դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ախր 5 րոպե հետո։ Գազ։ Չգիտեմ,
Չգիտեմ, ինչ որ բան կլինի կարող մենք էլ իրան ջերմուկ կտանք, իրան հոսանք։ Պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնել, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում առևտուր են անելու։ Ժողովուրդ Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր ա եղել, շրջափակման ժամանակ անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջ ասեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան ենք, պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք։ Հիմա Ռուսաստանում ներողություն եմ խնդրում, Ռուսաստանում ոչինչ, թող նիստը վարի մեկնումեկը։ Մարդ չկա, գնամ նիստ վարեմ, ինչ անեմ։ Մեկ հարց, Ալբանիայում արդյոք զինանշանի Մաս երկրորդ։ Որտեղ դահլիճում մի падգամավոր էր նստած։ Մի падգամավոր։ Մեր քաղաքացիական եւս երեքը ներս մտան։ Այտենց։ Թող իրենց խելոք պահեն։ Այո, ես իրավունք ունեմ 20 րոպե ընդմիջում հայտարարել։ Պարոն Սիմոնյանը, արդյոք Ալբանիայում զինանշանի հարցը քննարկվել է կամ Ադրբեջանի նախագահը ըստ տեղեկությունների Ադրբեջանի նախագահը Ալբանիայում երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է եղել, քննարկել է նաև զինանշանի հարց, ասել որ պետք է Հայաստանի Հանրապետության, ասել է որ Արարատի սարը պետք է հանել զինանշան։ Գիժ բաների չեմ պատասխանում։ Չի եղել նման քննարկում, նման խոսակ պահանջ, այսինքն Ադրբեջանի կողմից։ Լուրջ եք հարցնում դա։ Ադրբեջանի արտադրության Լավ, ժողովուրդ, դուք գիտեք, այսպես հայկական մոլորակից դուրս կա մի հատ տենց ձեր բուջուրիկ մոլորակ, որ դուք իզեր մեջ խոսում ասում եք Հայաստան։ Իրենք վաղուց են այդ պահանջը ներկայացնում։ Չէ, չկա դες բան։ Ադրբեջանը ինչ կապ ունի Արարատի հետ։ Ադրբեջանի մի րոպե, Կարինե ջան, մի րոպե սպասի, էլի։ Կարինե մի րոպե սպասի, կասես։ Մի րոպե, Ադրբեջանը ինչ կապ ունի Արարատ սարի հետ, կասես ինձ։ Որ երկրում է գտնվում Արարատ սարը։ Որ երկրում է։ Թուրքիան է, բայց ըստ էության Այո, այդ խոսակցության ընթացքում նաև լուսնի հարցն են քննարկել եւ Մարսի բնակեցման հարցն են քննարկել, Ադրբեջանը առաջարկել է միասին բնակեցնենք Մարսը, հիմա քննարկում ենք։ Այս տրամաբանության հարցեր եք տալիս, ոչ։ Պարոն Սիմոնյան, Նովել լուրջ հարցեր տվեք, լուրջ կասենք, դուք վաղուց է այդ պահանջը իրենք։ Չէ, չէ, նման բան չի քննարկվել, նաև լուսնի հարցը նույնպես չի քննարկվել։ Ես լուրջ ձեզ պատասխանեցի։ Իրավական մարմինների աշխատանքից գոնեք։ Ընդհանուր առմամբ, այո։ Գոմ իրավական մարմինների աշխատանքից, երբ որ ձեր իշխանությանով, որևէ իշխանությանով նման բան չի եղել։ Երբ քննչական կոմիտեի Ինչ լավ հարց ես տալիս։ Շնորհակալ եմ։ հապշտակում է $590,000 եւ այդ պարագլուխը հենց բացության պետերից մեկն է։ Ու ձեր կառավարության կողմից նշանակված կոմիտեի նախագահը շարունակում է պաշտոնավարել։ Գիտեք ինչ եմ լավ վերաբերում, որովհետև մեր իշխանության օրոք, երբ որ տենց բանը արվում, այդ մարդը բռնվում է, իսկ նախկին իշխանությունների ժամանակ այդ բանը անում են եւ չեն բռնվում, չեն բռնվում։ Իրեղեն ապացույց Լսեք, համակարգի ներսից է արվել, երբ որ խոսացվել է կոռուպցիայի մասին։ Այսինքն այն պետական պաշտոնյաները, որոնք որ հարստացել են եւ այդ ամբողջ ինֆորմացիան հայտնի է, պետությունից չեն վերցրել այդ բյուջեն։ Հիմա մի բանա մտնել գողություն անել եւ դրա համար բռնվել կարեւոր չի ինչ շենքից եւ մի բանա պետության մեջից ստանել եւ չբռնվելը։ Հա, գողեր եղել են, լինելու են, միշտ լինելու են, ամեն մեկը մի ձև է գողանում, մարդ էլ կա, չգիտեմ, իր ֆիրմայից է գողանում, հենց ինքը որպես տնօրեն, որպես սեփականատեր, մարդ էլ կա ուրիշ տեղից է գողանում։ Այլ հարց է, պետությունը բռնում է, թե մտնում է դրա այդ երևույթի հետ համագործակցության մեջ եւ օգուտ է ունենում։ Այս պարագայում
Այդ մարդը, որ արել է, բռնվել է, ամբողջ բանդան բռնվել է, կինոներ են նայել երևի, չեն հասկացել, որ իրավապահ մարմինները այլևս աշխատում են եւ բռնվել են։ Այդ չեք ասում, է ձեր հարցի մեջ։ Այո, իսկ կոմիտեի նախագահը շարունակում է պաշտպանել։ Ղեկավար կառույցի ղեկավար, որի այսինքն ըստեյության Ես ուզում եմ հասկանամ, իսկ որ մնացած տեղերում գողություն ա լինում։ Լսեք, խնդրում եմ, այնց վստահի, որ յուրաքանչյուր մարդ, որ կմտածի, որ ինքը կարող է գողություն անել եւ դրա համար չբռնվի, վառ օրինակա, որ բռնվելու են։ Հասարակ քաղաքացին ոնց հավատա իրավապահ մարմիններին, որ բա մյուսով ոչ մի դեպքով այն նույն հենց համակարգի ներսում եղեն ապացույցներ չեն ոչնչացնի, չեն հափշտակել եւ գործ իրենց ուղղությամբ չեն տալի։ Կրկնում եմ, հարգելիս, կրկնում եմ, որ տեսնում է մարդը, որ այդ գողություն անողը այդ հիմնարկի պետի հետ չի կիսվում եւ իրար հետ չեն թռնում միտեղ, չգիտեմ, ինչ-որ կղզիում տուն առնում եւ ապրում, պետք է վստահի, որտեվ գիտի, որ գողեր կան բոլոր տեղերում եւ գողություններ միշտ եղել են եւ լինել են, բայց դա պատժվելու է։ Այդ կառույցի հիմնական գործառույթը այն է, որ ինքը գործերը քննի եւ քրեական գործեր պատրաստի։ Ինքը իր գործառույթը արել է եւ այդ գողություն արած մարդուն բռնել է։ Նաև գողություն արած բարձրաստիճան պաշտոնյաներ են բռնում եւ այլ եւ այլ։ Հիմա ձեզ շենքն է անհանգստացնում։ Ես պարոն Խաչատրյանին ես համարում եմ, որ պարոն Խաչատրյանը գտնվում է իր տեղում։ Ես համարում եմ, որ Արտուր Պողոսյանն էլ է գտնվում իր տեղում։ Իր Հարնեցի, լավ, ես էլ եմ մարդը։ Խաչատրյանը SMS-ը ստացե գնացել է։ Շատ լավ է, որ ստացե գնացել է։ Ես համարում եմ, որ գտնվում է իր տեղում, պարոն Պողոսյանը եւ Պարոն Սիմոնյան, կասեք ինչպես իշխող քաղաքացիական լավ էլի խնդրում եմ, հա, լավ։ Պարոն Սիմոնյան, ինչպես է իշխող քաղաքացիական պայմանագիրը վերաբերում ձեր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագծին, հեղինակած օրինագծին, այն շատ մեծ աղմուկ է բարձրացրել, մասնավորապես հասարակության մեջ, այսպես շերտավորման առումով։ Այդ խնդիրները, բարձրաձայնումները հաշվի առնելով դուք կողմ կլինեք, նաև ավելացրել է, հա։ Ես դրա այդ հարցին պատասխանեմ, եւս մեկ անգամ հատուկ ձեր համար պատասխանեմ, որ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, այդ օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է, կառավարությունը տվել է դրական եզրակացություն եւ քննարկումները մեր մոտ շարունակվում են եւ շարունակվելու են եւ կարծում եմ, որ մեր երկրի անվտանգության համար պարոն Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը անհրաժեշտություն է, բայց դրա մասին խոսել եմ։ Իսկ ընտրություններից առաջ օրինակ հասարակությունը ինչպես կվերաբերի ձեր այդ քայլին, որ սա ինչպես տարբեր փորձեր։ Ես չգիտեմ, օրինակ ընտրություններից առաջ իսկ այդ հարուստները, որ բանակից փողով իրենց երեխաներին ազատում էին, իսկ այն մարդիկ, ովքեր որ գնում էին ծառայում էին, օրինակ ես չնայած էլի ասում հարուստ լինելով հանդերձ հարուստ ընտանիքից, ապահոված լավ հարուստ չասեմ, ապահոված ընտանիքից լինելով հանդերձ գնում ծառայում, իսկ այն մարդիկ կոպեկներ են ստանում։ Հիմա շատ մարդիկ գալիս են պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագիր են կնքում, մեծ ցանկություն ունեն ծառայելու եւ ես արդեն ասել եմ ձեր գործընկերոջը, մեր վերջնական նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Հիմա մոտավորապես 10,000-ից ավել հայ հետախուզման մեջ է, որովհետեւ տեսեք, ընդհանուր առմամբ մոտավորապես կարող է լինի 12-13 հազար հետախուզող, դրանցից 10-11 հազարը բանակից խուսափելու համար հետախուզվող մարդիկ են։ Ճիշտ է, Facebook-ում դոշ ծեծելու համար բոլորը բան են, առաջինն են, բայց իսկ ո՞նց կվերաբերվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հենա նորից հարց էին հնչեցնում, եթե ընտրություններից մի ամիս առաջ մենք պոստում կանգնող մարդ չունենանք։ Պարոն Սիմոնյան, պարոն Հայկ Սարգսյանը կարծում է, որ Ես այդ հարցին Տիկին Բեդերյան, չեմ ուզում լսեմ ես չեմ պատասխանի ձեր հարցին, որովհետև ես արդեն այդ հարցի հետ կապված խոսել եմ, պարոն Հայկ Սարգսյանի հետ կապված, դիմեք պարոն Հայկ Սարգսյանին։ Այլ հարցեր կա։ Շարունակում է, պարոն Սիմոնյան, չի անհանգստացնում ես դա։ Նախորդ շաբաթ մի աննախադեպ։ Այդ որ դու ասում չեմ պատասխան, կես թվում է որ հարցը տվիր պատասխանելու, հա։ Մի աննախադեպ երևույթի ականատես եղանք, երբ ազգային ժողովի նախագահը գնաց
մի տարեց կնոջ հետքերով, որպեսզի նրան գտնի եւ այսպես ասած պատին դեմ տա, թե ինչ է ասելու մասին։ Սա ինչ պրակտիկա է, հիմա քաղաքացիը դիրքորոշում է հայտնել, եթե այնտեղ տուն չունեի, կարող էի ուղղակի պարզաբանում տարածել թեկուզ ձեր խոսնակետով, բայց գնալ պատուհաններից մարդկանց գտնել, արեք հաշիվ պահանջել։ Վերջացրեցի։ Հարցը հավելման կարիք չկա։ Վերջացնեմ էլի, պատասխանեմ, չէ էլի, չէ։ Հետո կհարցնես։ Տեսեք, նախ այդ կինը ես իր հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, այլևս մենք շատ լավ այո ընկերացել ենք եւ պետք է ասեմ, որ այո, սրանից հետո յուրաքանչյուր այն տարը, այն մարդը, այն կազմակերպությունը, այն կենտրոնը, որը որ իրեն թույլ կտա ասել, որ չգիտեմ, ես շենքեր ունեմ, զավոդներ ունեմ, ինչ որ տեղ փայ ունեմ, այո, գնալու եմ այնտեղ եւ մերկացնելու եմ այդ սուտը, որովհետեւ ներողություն եմ խնդրում իմ լավ ընկեր Տիկին Ասյան, որ այդ ընկերացել եմ, այնուամենայնիվ տենց վստահ ժողովրդի, եթե չեմ սխալվում, լրագրողներ ասում են, դե բոլորս է գիտենք, բալես իմ հա, ես մնացած տեղերել եմ գնացել, իրանց հետ եմ ընկերացել։ Բոլորի հետ ընկերացել եք, բայց եղել են մարդիկ, որ ասում են դուրը լավ շփացել են։ Չէ, երկու տեղ եմ խոսացել, երկուսը ոչ մի տեղ չեն շղկացել։ Երկու տեղ եմ խոսացել։ Ձեր լրագրողն է նկարել։ Չէ, մեր լրագրողին դուք չեք բերում։ Չէ, նկարել է, հարգելի, սխալ ես, երկու տեղ եմ, չէ, սխալ ես, հարգելի։ Դե գնաք կնկարեք այդ մարդուն, կասեք, որ ես շղկա։ Ես երկու հոգու հետ եմ խոսացել, վերջի հարկի աղջկա ընտանիքի հետ եւ առաջին հարկի երկու բնակարանի հետ, նախ մեկը որ պատոհաններ, մյուսը որ Տիկին Ասյանն էր, իրանց հետ եմ խոսել, մնացած որևիցե մեկը դուրը չեմ բացել։ Ասում ընկերացել ենք հիմա, ինչ եք ուզում։ Չէ, ասեց բա, ոչ, հրավիրեցին ներս, խոսեցինք, բողոքեցին, ինչից որ դժգոհ են, ես իրանց լսեցի, բացատրեցի, նաև հիմա կապի մեջ են գտնվում։ Ժողովուրդ մի մտեք էլի իմ ու ժողովրդի հարաբերությունների մեջ։ Ես մեր ժողովրդի հետ լավ եմ, ես մեր ժողովրդին սիրում եմ։ Դե գիտեք ոնց, կախված է, տեսեք որ լրատվամիջոց է գրեր, ուղղակի դատի կտայ։ Բայց երբ որ ինչ-որ քաղաքացիներ բարեխղճորեն տենց մոլորության մեջ են գտնվում եւ մտածում են, որ նման բան կա, ես պարտավոր եմ գնալ։ Դա իմ պարտականությունն է։ Ես պատգամավորական մանդատ ունեցա, կենտրոնի բնակիչ պատգամավոր եմ։ Պետք է գնամ այդ մարդկանց մոտ, ներկայանամ, եթե իրանք բան ունեն, ես ասեմ, ինչով։ Լսեք, ահուսարսափ չկասեմ այդ մարդ, ես առանց որևիցե մեկի մտել եմ այդ մարդկանց տուն, իրանք ինձ սուրճ են առաջարկել, ընկերություն են կանում, հիմա հերիքա նախանձությամբ վերաբերվեք, դուք նախանձում եք մարդկանց հետ իմ շփվելու ունակությանը, վերջ, ասեցի, մարդկանց հետ շփվելու ունակությանը, ասեցի, ինչի պետք է։ Չէ, դուք անվտանգություն չունեք։ Մեր երկրի իրավապահ համակարգը ձեր բոլորի անվտանգությունն է, մեր ոստիկանները, մեր պարեկները, մեր ԱԱՑ-ի աշխատակիցները ձեր բոլորի անվտանգությունն է։ Ձեր լեզվամտածելակերպը փոխեք, դուրս եկեք այն տրամաբանության մեջ Սերժի Վաչիկը, չգիտեմ ես ինչի Պեչիկը, Մուչիկը, Ֆուչիկը, իրանց բաները դուրս եկեք այդ լեզվամտածելակերպը։ Ձեզանից դուք լրագրող եք, հələ մի հատ իմ անվտանգության աշխատակիցներից մեկի անունը բարձրաձայնեք, հենց հիմա, ուղիղ եթերում ենք։ Վարչապետի անվտանգության ղեկավարի անունը ի՞նչ է։ Ինչ ասեք է, բա անվտանգությունից եք։ Մեկինը։ Հա, ավելի լավ։ Մեկինը ասեք։ Կարող մեկ ասեք։ Չէ, պետք չի ասել։ Հետո ուզում եք, ես ուզում եմ հասկանամ, դուք որոշել եք ինչ-որ մեկին սպանեք, ինչ-որ մեկին վրա մահափորձ անեք, այն մարդիկ, ովքեր որ խոսում են Հայաստանի Հանրապետության, երբ որ ձեզ պետք է, դուք Հայաստանի Հանրապետության երկրորդ պաշտոնյան եք, բա դուք, այո, Հայաստանի Հանրապետության երկրորդ պաշտոնյան, առաջի պաշտոնյան, երրորդ պաշտոնյան ու էլի շատ պաշտոնյաներ պետք է ունենան անվտանգության աշխատակիցներ։ Փորձում են ինչ-որ լրագրողներ նույնիսկ կան, իրենց լրագրող գողական բազարի մեջ են ինձ փորձում։ Բա որ մի օր ես իմ արձակուրդի ժամանակ նստում եմ ինքնաթիռ մենակով գնում եմ ինչ-որ տեղ հանգստանում, հայերի հետ շփվում, բա որ մի օր ես այդ բազարների մեջ, կներեք որ սենց եմ ասում, ինձ մի ներքաշեք։ Հայաստանի Հանրապետությունում մի ազգային ժողովի նախագահ սպանվել է, գնդակահարվել է լրագրողների բեյջ ունեցող մարդկանց կողմից, մի ազգային ժողովի նախագահին փորձել են սպանել, չի մահացել, եկել ասում եք դուք անվտանգության
Հա, երկուսը։ Ուզում հասկանամ։ Ժամանակ չեն սպանել։ Ում չեն սպանում։ Երբևիցե մենք խոսացել ենք։ Ասացից հետո ոդկով շրջում եք քաղաքում։ Բայց խիվտի, բայց օրենք հա, դա այդ օրենքը ես չեմ ասում։ Սպանվել է, բայց այն ժամանակել է սպանված։ Հա, բայց ինչ ես ուզում ինձանից։ Օրենք հա դա աշխարհում կա երկիր։ Աշխարհում Լուսինե ջան, ես կարողանում եմ, բայց ես դա չեմ անում, որտեվ դա գոյություն ունի օրենք։ Հովիկ Աբրահամյանը, Արա Բաբլոյանը, Արտուր Բաղդասարյանը, Օղորմածիկ Գալուս Սահակյանը, որևիցե ազգային ժողովի նախագահ եղել է, որ անվտանգության բան չի ունեցել։ Ռոբերտ Քոչարյանը նախագահ չի կամ Սերժ Սարգսյանը նախագահ չի, կարողանում է շրջի։ Մենք ստեղ падգամավորներ ունենք, որոնք բերում են իրանց օգնականներին, գրանցում են իրանց ախրանիկներին, գրանցում են որպես օգնական, որպեսզի ազգային ժողովի շենքում շրջեն։ Եկել եք Հայաստանի Հանրապետության, դուք երկրորդ պաշտոնյա եք, անվտանգ, բա պետք է ունենամ, բա ինչ պետք է անեմ, բա հակառակորդ երկիր գոյություն ունի եւ ավելի լավա չխոսես, ես քո հարցին պատասխանել եմ։ Ես քո հարցին արդեն պատասխանել եմ։ Կարելի է նաեւ աղջիկ, հա ինչ անենք, ձեր խմբագիրներ իր աղջկան գրանցում են որպես լրագրող, դրա մեջ վատ բան կա։ Բայց մեր խմբակը Այլ հարցեր կան։ Մեր քաղաքական մի հարց մոտենում են ընտրությունները, մենք ամեն ինչից խոսում ենք բացի ընտրություններից, Բագրատ Գալստանյանը ակտիվացել է։ Ով է Բագրատ Գալստանյանը։